Ողջույն, Կորզարար ելիքի եթերում մեր վերաթարցող կապիտալ հաղորդումն է, որը խոսում է հայրենադարձության մասին։ Մենք ունենք այսօր հայրենադարձ մեր ընկեր Քայլ Խանդիկյան, ողջույն Քայլ ջան։ Բարև ձեզ։ Դուք եկել եք Միացյալ Նահանգներից։ Այո։ Երբ եք որոշել հայրենադարձել ու ինչի համար եք եկել ու ապրում եք Հայաստանում։ 15 թվականին արդեն սկսա մտածել Հայաստան գալու մասին։ Նախկինում գալիս եք չէ՞։ Մեկ անգամ եկել էի Հայաստան, հայկական դպրոցով, ես հայկական դպրոց հաճախել եմ Լոս Անջելես։ Ինչպես շատերը գալիս են վերջին դասարանով։ Այո, դպրոցը այդ առաջին այցը կազմակերպեցին իմ ու դասընկերներուս համար 2000 երբ էր 9 թվականին երկու շաբաթով եկանք, բայց իրականության մեջ այդ առաջին այցի ժամանակ շատ քիչ բան հասկացաք, շատ քիչ բան նստեցավ։ Բայց դպավորվեցաք, the first impression, last impression գար իրականության մեջ դպավորությունը այն էր, որ Հայաստանը շատ դարբեր է իմ պատկերացած, իմ երևակայությանս մեջ այդ Հայաստանեն, սկսած լեզվեն, ուտելիքներեն, միայն Արարատը ես ճանաչեցի, մնացածը ինձ համար ուտար էր, այո։ Բայց համալսարանը ավարտել են հետո սկսա աշխատել Ամերիկա, Լոս Անջելես, բայց աշխատանքս չի սիրեցի։ Ինչ էր աշխատանքը։ Մարքեթինգի ասիստենտ էի մեծ երաժշտական ընկերության մեջ Warner Brothers Records։ Շատերը գերազեն դուք չսիրեցիք։ Ես ալ գերազեի, ես ալ ժամանակին գերազեի աշխատանքի մասին։ Հասկացա, որ իմը չէր։ օքեյ։ Եվ նաև գարձեմ քիչմը բզդիգ էի աշխատանքային փորձը չունեի, ինքնավստահության հարց կար։ Մեկ տարի աշխատեցա, հետո որոշեցի դուրս գալ եւ քանի որ չէի գիտեր ինչով գուզեի սպաղվել, ինչ գործի դարբերակ չկար։ Քանի մոհոսոն դարբեր գործերով սպաղվեցա, բայց միտքը եկավ, որ Հայաստան երթամ նորեն։ Ինչպես կուկա այդ միտքը։ Արդուգարտնա կամ մեկը գսե կամ ուրիշ մարդ կացած եկած է գլսեք կդպավորվիկ, ինչպես կուկա այդ քաղաքը, որ մի հատ Հայաստան նորեն երթամ, դպրոցի այցեն վերջի հարգի։ Այո։ Ինչպես կուկա այդ միտքը։ Իրականության մեջ ես միշտ Հայաստանի եւ հայկականության հետ հետաքրքրված եղել եմ։ Այդ հայրենասիրությունը միշտ եղել է մեջս, որբեսի պատկերացնեք ամեն տարի շրջանավարտները դպրոցի մեջը, դարեկիրքի մեջը քվեարկություն գնեն ամենեն հաջողակը, ով ամենահաջողակը բիդլա, ով բիզնեսմեն բիդթարնա եւ մեկ հատ առանցին category գար ամենեն հայրենասերը ու ես իրենց մեկն է ես ընդդեցա իմ դասընկերներս լակրկիր է հարցին անգամ եմ ասում բայց ինչպես կընդրենադի ինչպես որոշեն ներքին գարկով բոլոր հարցերը մեզ իգուդան եւ ամեն մարդ ոտ կնեն անոնիմ ու հետո կհաշվեն ով ամենաշատը քվեները ստացավ այդ դարբեր category-ների համար կրեթե ամեն տարի դուք առաջադարեիք ամեն տարի չեն շրջանավարտների համար 12 դասարանցիների համար գնեն գուզեմ ասել որ միշտ այդ հետաքրքրվածությունը եղել է Հայաստանի հետ կապված բայց քանի որ ես Ամերիկա ծնվել եմ բաբաս Լիբանան ծնվել է բաբիգս Արևմտա Հայաստան ծնվել է 12 թվականին չարթերեն առաջ այդ ուղիղ գաբը ազատ անկախ այս հանրապետության հետ չի եղած ու օդար էր իրականության մեջ Հայաստանը ինձի համար ինչքան որ լսեր եմ Հայաստանի մասին հայկական դպրոց կացել եմ միշտ պատմել են մեզի Հայաստանի մասին իրականության մեջ ես շատ քիչ գիտելիք ունեի այս երկրին մասին այս երկրի իրականության մասին հոստերի հայերուն մասին ու քանի որ ես թեր աշխատանք չունեի ընտանիք չունեի 22-3 տարեկան էի Սի ասե ամենաջիշտ ժամանակը որ ես երթամ եւ ուսումնասիրեք ավելի երկար մնաք այո երկար մնամ եւ իսկապես սկամ փորձեմ Հայաստանը ինչ է ինչ կա Հայաստան ատքան լսել են հետո ատքան դպավորվել են հետո Հայաստանով ու հայկականությամբ ու քանի որ թեպի հայք ծրագիրը գար որոշեցի թիմել եւ թեպի հայք ծրագրով եկա Այսպես շատերը ծեր նման այսպես գեցած են ասած են թեպի հայկով գնանք մի հատ նայենք կսիրենք չենք սիրեր հիաստափվենք չենք հիաստափվի այդ թեպի հայկը հրաշք ծրագիրը որ այսօր 100-ավոր երդասարտներ եկած են
որպես փորձարարական շրջան, բայց մնացած են։ Այո։ Դու գալ այդպես եղավ, ինչպես եղավ, դեռ 6 ամիս է, չէ՞, ծրագիրը, թե ավելի երկար մնացիք։ Դարբեր ծրագիրներ ունին իրենց ընդհանուր ծրագրի դակ։ Դուք Ես որ որոշեցի, որ ամբողջ 1 տարվա ամբողջ ամենաերկար ծրագիրը ես Երևան թե քաղաքն է, Երևան։ Սկիզբը ես Երևան մնացի այդ առաջին դարին, բայց հիմա երբ որ ետ գնայիմ կփոշմանիմ, որ ես Երևանին դուրս չիքացի, օրինակ Գյումրի ապրելու, գամավորություն ունենալու, Ստեփանագերտ այդ ժամանակ 16 թվականն էր, գամավորները գնային, եթե ուզեին Ստեփանագերտ երթալ ապրիլ ամիսներով տեղացի ընտանիքների հետ, հոնդեղը աշխատել։ Ես այդ հնարավորությունն չօգտվեցի ու հիմա կփոշմանիմ, բայց ծրագրերն օգտվեցիք, որ եկաք ընտանիքի մոտ ապրեցաք, դուք գամավորությունը եք ինչ եք մեկ դարվա մեջ։ Այո, որպես բնակավարում մարդու իրավունքների ոլորտի մեջ ես աշխատեցա գամավորական սկզբունքով Human Rights House դարբեր գազագերբությունների coalition գա ու ես իրենց կողմնեի, որովհետև ինձ հետաքրքիր էր այդ ոլորտը, այդ դարբեր հարցերը, բայց արդեն երկար տարիներ այդ ոլորտի մեջ չեմ, բայց շատ հետաքրքրական փորձառություններ եւ անշուշտ շատ լավ դպավորվեցա Հայաստանում, որովհետեւ թեր այսօր 9 տարի հետո հոսեմ։ Այո, իսկ դուք այդ մեկ դարվա մեջ դուք գիտեք, որ մյուս տարի ասինչ ամիսը նորից պետք է վերադառնաք Միացյալ Նահանգներ։ Երբ եկավ այդ խաղապարը, որ չէ, ես մեկ տարին քիչ է, պիտի մնամ երկար այդ։ Երբ է որոշում տվյալ մարդը։ Հadouk բահմը չի գար, որ ես հասկացա, որ հոսք ուզեմ որ մնալ ավելի երկար, որ մեկ տարին հերիք պիտի չլար, բայց այո, որ երբ որ եկա Հայաստան, այդ երկրորդ անգամը, առաջին գրնանք ասել իրականության մեջ, որ երկրորդ այցս իրական առաջին այցն էր, որովհետև ես տուրիստ չէի, զբոսաշրջիկ չէի, մենակ էի, այսինքն ընտանիքով չեկա, դպրոցով չեկա, ես մենակով նստեցա եւ եկա Հայաստան։ Հասկացա, որ շատ բան կա հոս, որ ես երբեք չեմ տեսած, երբեք չեմ լսած, երբեք չեմ փորձած, զգացած։ Թրագան, այսինքն։ Թրագան եւ բացասական։ Բայց թրագանը կարծես թե ավելի շատ էր։ Ես միշտ մինչև այսօր գսեմ, որ ամեն օր Հայաստանին մեջ ես ոչ ամեն օր, բայց քրեթե ամեն օր միշտ նոր բան կսորվիմ այս երկրին մասին, հայ ժողովրդին մասին, մեր մշակույթին մասին ու երբ որ նոր բան կբացահայտեմ Հայաստանի մասին, ես նաև իմ մասին նոր բան կբացահայտեմ, որովհետև վերջի վերջո ես ալ հայ եմ եւ մանավանդ հիմա ես արդեն մաս կգազմեմ այս երկրին։ Այդ արմատներու բահը գսկակ դուք, որովհետև գրնա մեկ Ամերիկայեն շատ երկան գորոշեն գերտանք Իտալիա մի դարի, չգիտեմ, Գերմանիա մի դարի, կամ ուրիշ երկիր, այնտեղ գրլա նույն սկացում, որ ամեն օր նոր բան կբացահայտեն, բայց այդ արմադի հետ կապվող հատվածն է, որ քեզի կբահե վերջով այս երկիրը։ Այո։ Ինչն է բաբայիմ խոսածները, մեծ հորդ խոսածները, չգիտեմ, այդ պատմության քիրքի մեջ որ գարտացած ես մեգադեսար ստեղ Էջմիածին ես կարդում մեգադեսար Էջմիածինը թիմացը դե կամ ինչն են այդ բաները որ արմադ զգացումը գուտա որ արմադի մոդիկ է արդեն։ Լավ հարցումն է, բայց կդժվարանամ պատասխանել, որովհետև չեմ գնար ասել որ այս մեկ բանն էր ընդհանուր միքսն է, հա։ Այո, ընդհանուր միքսն է։ Ես նախքան մանկաբարձ երթալս ես օրերս կանցնեի հայ դադիգիս ու բաբիգիս հետ, այսինքն ծնողներս կերթային կորձի, ես կմնայի նենեիս ու դեդեիս հետ։ Երևի հոնդեղեն սկսավ այս ամեն ինչը, իրենք ինձի մեծուցին, իրենք ինձի դաստիարակեցին, իրենք փոխանցեցին ամեն ինչը որ իրենք ունեին այդ մշակույթը, արժեքները, որ իրենք գրող էին։ Հա, երևի ադե հետո ամիջապես ես հայկական դպրոց կացի, հայկական մանկաբարձ, հետո դպրոց ու շարունակվեց այդ ընթացքը։ Արմադի հետ գաբունելը միշտ շարունակական եղած է, առաջին օրվան է ծնողքեն, մեծ հայրեն, մեծ մայրեն եւ դպրոցեն, ու արդեն բնական շարունակությունը հոս եղավ, որովհետև դուք լավ ստացել եք այդ ամեն ինչը։ Չնայած ուրիշները որ նույն ծևով ստացել են, կարող է հիմա հոս չեն կամ հետաքրքրություն ալ չունին։
ծեր մոտ այդ ցանկությունը եղել է ու նաև մարդահրավեր զգում եք, օրինակ Հայաստան եկաք բարեկարգ երգիր է, այսպես ասած արևմուտքեն, շատ բաներ կարող եք սխալ տեսնեիք, այս ինչ է, ինչպես նորմալ է, այսինքն բանի զարգացման առումով որ շատ բաներ կա, որ այսօր այո զարգացած է, բայց 10 տարի առաջ այդքան չէր։ Դրանք նայելով դուք որպես մարդահրավեր տեսել եք, որ մենք խոսենք, որ փոխենք նույն բանը չես սկար ուրիշ երգերի մեջ, որ ասես, չգիտեմ, ուրիշ երգիր ես, ասես ես փոխեմ, բայց այստեղ ինչպես ես եմ սկացել, ինչպես շատ հյուրեր են սկացել, որ մարդահրավեր ունենք, մի բան պիտի առաջ տանենք ու փոխենք, ունեցել եք այդ զգացումը։ Այո, մինչև այսօր ես այդ զգացողությունը ունիմ։ Ես եկա Հայաստան, որովհետև ես հայ եմ։ Ես չի կացի Չինաստան կամ Իտալիա կամ Ֆրանսիա, հա, որ մը գերտամ գուզեմ ճամփորդել, գուզեմ դարբեր երկրներ տեսնել, բայց ես որոշեցի Հայաստան քալ, որովհետև ես ուղիղ այդ արմատների արյան գաբը ունիմ, այս ժողովրդին հետ, այս երկրին հետ, այս հողերուն հետ։ Ու երբ որ այդ գաբը գսկաս, արդեն իմ անձնական կարծիքը գսեմ, ուրիշ ցևով գնայիս ամեն ինչը, թուն կոնե ես պատասխանատվություն գսկամ այս երկրին հանդեպ, ու ոչ միայն այս երկրին հանդեպ, հայության հանդեպ։ Որպես դեր այս երկրին, չէ՞։ Այո, եթե մենք դեր չի գանգնենք այս երկրին համար, ով պիտի գանգնի։ Անշուշտ երբ որ նոր եկա 23 տարեկան քուցե միամտություն էր, բայց ես շատ բաներ գուզեի անել հոս, շատ բաներ գուզեի փոխել, բայց ինչքան մնացի, ինչքան տարբեր բաներ փորձեցի, հասկացա, որ ես մեկ մարդ եմ, ես չեմ գնար ասամփողջ երկիրը փոխել։ Ես գնամ ընդամենը ասքանը, հա, բայց ադիգա պետք է նորմալ է։ Փորձեի ժամանակ դեվեց, մինչև որ ես հասկնայի, որ քալ թուն միայն ասքանը թուն գրնաս գարավարես, ասկե հերու արդեն քու դիրության դագը չէ։ Ես միայն գնամ փոխել այն ինչը որ իմ արջևն է իմ ցերքից տագնեմ եւ մինչեւ այսօր ես այդ նույն մտածելակերպով գշարունակեմ աշխատել եւ իսկ առաջին օրերը շատ մեծ կլինա խանդավառությունը մասիսը կտեսնես, կտեսնես, այսա բիտ փոխենք, դա բիտ փոխենք, հա նորմալ է այդ ոգևորությունը, բայց հետո արդեն գնստիս կտեսնես որ չէ, բայց այդ որ գողքդ պետք է փոխես, ինչ որ կկարողանաս, ինչ որ քո մասնակցության մեջ է, ինչ որ քո կարողություններդ, ֆինանսներդ կներեն կամ չեն ներել, բայց այդ փոխելու ցանկությունը միշտ կա մեր մեջ ու միշտ կփորձենք ինչ որ թեպի լավ դանել, որ այս երգիրը դառնա օրը մեր երազանքի երգիրը, բայց նաև ծեր դարիքին եկողները միշտ այդ հարցը կա, որ այնտեղ ունեիք բարեկարգ կյանք, ծնող կլավ վիճակով էր, ընկերներ կային ամեն տեսակի, դե ուրախանալու բաներ շատ կան իհարկե Լոս Անջելես, չէ՞։ Գուկակ հոս այդ ընկերները չկան, շատ բաներ բագաս են, ինչպես կհարմարվի մեկը այդ դարիքին։ Երևի քանի որ ես ջահել էի, ես ավելի հարմարվող էի, երբ որ փոքր ես դարիքով, դու ավելի թյուրությամբ կհարմարվիս տարբեր միջավայրերում մեջ, իրավիճակներում մեջ։ Դե բնավորության հարցել է, շատ մարդը չի կարող։ Այո, անշուշտ։ Բայց դժվար չէր։ Դժվարություններ կային, անշուշտ։ Բայց ով էր ամենաշատ ոգևորող, օրինակ այդ ընտանիքը որ մնացիք, կամ մարդիկ բարեհամբույր էին, կամ թեպի հայգի երդասարտները, ինչն էր ամենաշատը, ամեն մարդու հետ չէիք շփվի հաստատ, բայց որոնց հետ կշփվեիք, որ այդ խանդավառությունը մնա։ Սկիզբը, երբ որ նոր եկել էի, ավելի շատ շփում ունեի ինձի պես հայրենադարձածներու հետ, քանի որ ավելի ընդհանրություններ ունեի իրենց հետ, որը երևի բնական։ Բայց ծանոթ չէիք ոնդեղեն։ Հոս ծանոթ եք, հա։ Չէ։ Այսինքն մարդ կգտնե հոս իրան նմանը, այո։ որը մարդիկ ասում են ես ինչ երթամոն չեմ գիտեր, բայց իրան նմանը կգտնե անպայման։ Մեկ հատ օրինակ մտամ 3 քինեդուն քացի ընկերոջս հետ, երբ որ մտա 4-5 հոգի ծանոթ ընկերներ տեսա, պատտվեցինք, բարևեցինք իրար, ես ադիգա երբեք չեմ դեսած, չեմ փորձած Լոս Անջելեսի մեջ, այդ հսկայական քաղաքի մեջը, երբ որ հա, օքեյ հայերը շատ են, բայց իրականության մեջ շատ քիչ են հայերը, եթե համեմատես ուրիշ ասկերուն հետ, այդ փորձը երբեք չեմ ունեցած ու 9 տարի հետո ուր երթամ Երևանին մեջը եւ նաեւ Երևանեն դուրս ես շատ լավ
ընկերներ, ծանոթներ ունի։ Ամենը 9 դարվա մեջ։ Այո։ Քիչ է 9 դարին։ Քիչ է։ Անշուշտ որ աշխապ մարդ ճանչնակ դարբեր քաղաքներով, այսինքն ուրիշ երկիր անհնար է։ Այո, եթե ավելի մեծ երկրի մեջ լայ, այո, այդ նույնը չէր լար, բայց ես հիմա 9 տարի հետո շատ կյանքս շատ հարուստ է եւ ես շատ շնորհակալ եմ եւ ինչով է հարուստ մարդիկով, մարդկանցով։ Այսինքն փողը չի հարստություն այ մարդկան։ Այդ հասկացել եք, դա դեսագը մարդու, ամեն մարդ չէ որ այսպես կխոսի, ուրեմն ծեր դեսագն է որ հոս կսիրե ու գուզե մնալ։ Հարստությունը այլ ցև մեկնաբանող։ Այո։ Ու դուք ինչ գործով կսպառվիք այս բահին ու ինչ է ծեր հետակա ծրագիրները նույն գործի մեջ մնալ, ինչ անել, անձնական դառնալ, չգիտեմ։ Ասեք ինչ են ծեր ծրագիրները։ Ես ունիմ հիմնական աշխատանք, մեկ ամիս առաջ ընդունվեցի ամերիկյան համալսարան, որպես աշխատող, ոչ թե որպես դասախոս, համալսարանին մեջ ես շրջանավարտների գաբերի գրասենյակի նոր դնորենն եմ, ու շատ լավ միջավայր է, ես շատ ուրախ եմ, թերը սկիզբն է, թերը ժամանակը ցույց պիտի ինչ կդառնա այս նոր հնարավորությունը, բայց 2 տարի առաջ ես նոր ծրագիր սկսեցի, որը արդեն իմ սեփական բիզնեսն է հոս Հայաստան, ես անցյալ տարի ստեղծեցի, թողարկեցի առցանց խանութը, որտեղ որ ես կներկայացնեմ մարզափնակ, գյուղափնակ քորքագործներին եւ իրենց ցերքի աշխատանքները, ցերքով գործված քորքերը։ 9 տարի առաջ որ եկա Հայաստան, հասկացա, որ մեջս շատ մեծ սեր ու հարկանք կա ավանդական հայկական քորքագործության հանդեպ։ Միշտ վերնիսաժ գերթայի, դարբեր խանութներ գերթայի, Երևանին մեզ, Երևանեն դուրս։ Ու միան քորքի վրա քորքը ինձ չեմ գիտեր վստահ մգա պատմություն մգա գնալ, այո, չի բացառվիր։ Միշտ գերթայի գնայի գուզեի գոր այդ քորքերու մասին սորվիլ, ինչ կնշանակեն իրենց զարդանախշերը, քույները, ինչ կնշանակեն, ես միշտ գուզեի իմ համար առնել քորքերը, որովհետեւ մեծ հավաքածո գուզեի հայկական քորքերու, բայց ինչքան որ ես մտա այդ ասպարեզին մեջ, այդ ոլորտին մեջ, ինչքան խորացա, շատ դարբեր ու մեծ խնդիրներ ես նկատեցի։ Ամենամեծ խնդիրը այն է, որ այսօր Հայաստանի մարզերում մեջը, գյուղերում մեջը, քաղաքներում մեջը մարդիկ այլևս քորքագործությամբ չեն զբաղվիր։ Գրեթե ավանդական հայկական քորքագործությունը այսօր անհետացման եզրին արդեն հասել է։ Շատ դարբեր պատճառներ կան, բայց եթե նայենք քորքագործին, քորքագործուհուն որպես անհատ մարդ ով գիտե գործել, ինքը չի գործել, ինչու, որովհետև ինքը հաջախորդ չի գնար գտնել։ Ինքը website չունի, սոցիալական էջեր չունի, բարձր որակով նկարներ չունի, catalog չունի, նոր տարբերվող էսքիզներ չունի, ու այդ պատճառով, քանի որ ինքը գումար չի գնար, այո, չի գնար գումար վաստակել եւ իր ընտանիքը բահել եւ իրեն բահել, այդ աշխատանքով ուրիշ աշխատանքով կսպաղվի ու հոնդերեն ցակեց խաղապարը արցանց խանութ մստեղծելու ուր կներկայացնեմ իրենց որբեսի իրենք ավելի ճանաչելի դառնան դեսանելի ըլլան եւ դեղական բայց իմ համար ավելի կարեւոր է միջազգային շուկաներուն մեջ իրենք դեսանելի ըլլան որբեսի իմ միջոցով մեր գայքի միջոցով պատվերներ ընդունին եւ իրենք աշխատին Հեսա որ քիչ խոսենք փամը անել որ հոս չկա եկել ենք մի բան փոխելու այդ ինչքան շնորհակալ են ցեզանից այդ կորկակորձերը որ այսօր իրենց հարթակ ստեղծել եք որ իրենք կարողա մի ամիսը մեկ կարողա դարին մեկ քոնե մի բան վաճառեն ծեր շնորհիվ ու դել ծեր ոնց որ սրդի ցավներ որը այսօր իրականություն դարձուցիկ աշխատում արդեն գայքը այո մեկ դասը գայքի անունն էլ մարտի կարողա հետաքրքրված են The Rug Code անգլերենով therugcode.com Եթե թարգմանենք հայերեն քորքի կոդը կոդը արև լա հայերենով ինչու the rug code որովհետև ինչպես քիչ առաջ ասի զարդանախշերը մեր հայկական ամեն մեկը իր խորհուրդը ունի իր իմաստը ունի
բայց շատերս նաև ես ժամանակին չէի գիտեր այդ խորհուրդները ինչ էին, զարդանախշերը ինչ իմաստ կգրեին ու հասկացա, որ այս նոր ծրագրի հիմնական սյուներեն մեկը այդ իմաստները փոխանցելն է, որբեսի մարդիկ սորվին, հասկանան, այսինքն մարդ պետք չունի մեզ բադվիրե կորք, որբեսի սորվիր մեր գայքին վրա ամեն ինչ շատ թափանցիկ ձևով ես ներկայացել եմ ես դարբեր քիրքեր կգարթամ եթե նոր սկիզբը ունենք եւ որի մեջ ավանդական զարդանախշեր կան ես կուսումնասիրեմ այդ բոլոր զարդանախշերը ու հետո գտիմեմ դեղական եւ միջազգային կորքերու մասնակիցների որբեսի իրենք ասեն այո քայլ ճիշտ հասկացար այս զարդանախշի իմաստը այո համոզված եմ որ այդպես պետք է լա որովհետև ես հետաքրքրված եմ ու նաև որովհետև հասկացա որ մենք որպես հայեր կոնե եթե կորքերու մասին խոսենք մնացած մշակութային բաներու մասին չեմ գնար խոսիլ բայց մենք չենք ճանչնար մերը ես ադիգա անցամբ հասկացա երբ որ ես ու պետք է նշեմ ասիգա որովհետև այդ հիմնական պատճառներն մեկն էր որ աս ամեն ինչը սկսեցի ադիգա հասկացա ես հասկացա որ ես հայկական կորքը չեմ գնար դարբերել թուրքականեն կամ բարսկականեն կամ մորոքականեն երբ որ ես քացի վերնիսաժ այդ առաջին դարիներին ու ինձի վաճառեցին ցավոք սրդի թուրքական քարփետ ու ինձի խափեցին որովհետև ես չէի գիտեր ես այդքան գիտելիք չունեի ես ընդամենը մարդ էի ով կսիրեր կորքեր եւ ես կորքեր գուզեի առնել իմ համար որ մնաց ընդհանրապես հերու կորքերից ինչպես կանախապվել նախշերով Բայց այսօր մեկը չգնար խապել քայլին, չէ։ Քայլը շատ զգուշությամբ կմոդենա ամեն կորքին, ամեն ինչը ուրի քայլարկար, արդեն ուրիշ աչքով գնայիմ դարբեր կորքերը։ Ու ադեր նաև պատճառներն մեկը որ ես կուզեի աշ կորձով սպաղվել, որովհետև Երբ քանի ամիսը, քանի տարի է, այս գայքը գա արդեն ունիկ կոհեք արդյունքներ են։ Այո, շատ կոհեմ, թեր իմ հիմնական աշխատանքը չէ։ Դե հա, այդ գողքից կարա լինի միշտ էլ կարա լինի, կարևոր չի հիմնականը լինի։ Այո, բայց մեծ երազանքս այն է, որ ինքը ըլլա իմ հիմնական աշխատանքը, որ ամբողջ ռեսուրսներս, էներգիս, ամեն ինչս մեջը տնեմ։ Անցյալ տարի փետրվարին թողարկեցի սայթը ու անցյալ տարի մինչև փետրվարին մինչև դեկտեմբեր մենք 40 հատ կարպետի պատվեր ընդունեցինք, կատարեցինք եւ արտահանեցինք Հայաստանեն, որը իմ համար շատ լավ հաջողություն է 40 հատ շուտ։ Զրո են, որ մարդիկ ոչ մի բան չի պիտի վաճառեին, այդ 40 հատը հարթակի միջոցով հաջախորդ կդավ, թե հաջախորդը քո հետ, թե վաճառողը քո է։ Թե վաճառողը եւ Կորկակորձը Եր կորկակորձի մասին է խոսքը այո քնահատելի մեծ աշխատանք է ասի եւ քովնդի ելանում ապրեք քայլ ջան շնորհակալ եմ շատ Սենց բաներով դենց կուրախանաս որովհետեւ գսես որ հաջողության գեսը միշտ եթե փամա անես որ դու սիրած բանը դե ես էլ հաջողության գեսն է որովհետեւ դու սիրել ես կորձը ու վստահ եմ որ շատ ավելի հաջողություն կգտնե մի բան որ թարերու ընթացքում եղել է այսօր իրավունք չունի անհետանալու Ես լրիվ համաձայն եմ ցեզի հետ, չէ, մենք իրավունք չունենք, պետք է հատկապես այս բնակավարը, մարդիկ չունեցած բաներին սկսին կովազդելու աշխարհով մենք ունենք թարերու ընթացքում ու պետք է շարունակենք, բրավո, այս օրինակն է որ իմ համար կարևոր է որ եկել է հայրենադարձը մի բան շարժելու, փոխելու, առաջ տանելու, բահբանելու նաև, դու քույր եղբայր մեկ հատ եղբայր, մեկ հատ քույր ունին ցանկություն քայլի նման քայլ առնելու Եղբայրս կարծես թե չէ, եղբայրս արդեն 30 տարեկան է, Լոս Անջելես կաբրի, բայց ով գիտե ինչ կլինի Ունին այդ ապրումները, նույն դպրոցը հաջախած Այո, նույն դպրոցը մեծ հայրմենուց մայրը խոսած է իրենց տուն Այո Ուրիշ Եվ քույրիկս 16 տարեկան պիտի դառնա այս տարի, այս ամիս Բայց քույրիկս
նույն մաման չունենք մենք ես ու քույրիկս ինքն ալ գեսով հայ է նույն բաբայով բայց ինքը հայերեն չի խոսիր ինքը ավելի մամայի գոմին ավելի մոդիկ է բայց անցյալ տարի եկավ Հայաստան առաջին անգամ որ շատ հետաքրքրական էր Հայաստանը իրենց ցույց տալը իմ տեսակետեն իմ տեսանկյունեն իրենց Հայաստանը ներկայացնելը անշուշտ միշտ շատ մեծ բադիվ հբարդություն եւ նաեւ պատասխանատվություն է Հայաստանի Զարմացած են որ դուք հոսքաբրիկ արդեն չէ սկիզբը այո բայց երբ որ իրենք եկան եւ անցամբ իրենք տեսան Հայաստանը սկացին Հայաստանը ասին շատ լավ գիշեմ եղբայրս at ճիշտ խոսքերը ինձ եսավասավ քայլ ես հասկացա ինչու հոսես Դարբեր է հոս, ավելի լավ է հոս, կյանքը ուրիշ է հոս, հետաքրքիր է հոս, ես հասկացա քեզի։ Ադան ինձի համար քիչ մը ուրեմն հույսեր կա։ Եղբոր հետ կապած հույսեր կա, իսկ հայրիկը գալիս է։ Բաբաս ցավոք երբեք չի եղած Հայաստան, որը շատերու համար զարմանալի է, որովհետև ինքն է հայը, ծնողներս ինքն է հայը։ Մաման հայ չէ։ Մամաս հայ չէ, բաբան հայ է, ինքը դրած է ծեր մեջ է սերմը ու ինքը չի եկած չէ բայց ինչն է բաժարը չեմ գնարսել չեմ գիտեր ադուր համար չեմ գնարսել բայց համոզելու ծև չի գա բաբայ երևի ես պետք է իր համար դոմսը առնեմ կամ էլ ամուսնանակ ստեղ իրել հրա հետո ուզե բաբ բիդիկաս գամ ուղագի դոմսը առնեմ ասի բաբ բայց իրավ զարմանալի է ես հիմա այս հաղորդումի հետ լսել դեսնում եմ ես նման մարդ կզարմանա որ ես դարի անկախություն է ու մեկ հատ այցելություն պետք է անի որ նայ լավ է լավ չէ չենք ասում կդբավորվի կոնոման բայց այդ այցը կարևոր է որ նաև դեսնես քո արմատդ ուր է որովհետև ես շատերի մոտ զգացած եմ Սփյուռքում որոնք ագումբներ են թուրջ չէին կար թելիփանան թե ուրիշ տեղեր հիմա գսեմ որ շատերի համար հայրենիք հատ ագումբի 4 բادرն էր ուրեմն որովհետև շատ մարդ կա հիմա ամերիկան հերու է պես լիփանան են մարդ կա որ ոչ հիմա չի եկած որ ժամուգես ջանաբար է օտանավով ու ես զարմացած եմ որ ինչու մեկ հատ չտեսնեք մայրիկնիս է չէ հիվանդ է կամ լավ է մեկ հատ երթանք այցելենք նայենք այդ իմ համար իսկապես կարևոր է որ քոնե մի անգամ մեկը պետք է այցելի հատկապես որ մեր ապրած ժամանակ անկախություն ունեցանք դա թարերով մարդիկ սпасել են հայերը որ ունենան անկախություն հույս էլ չկար բայց նաև վար օրինակ է քայլը որ գսեն որ միշտ եթե մայրը հայ է ուրեմն երեխան հայ կլինի եւ այլն հագարակն է այստեղ մայրը հայ չէ բայց ինքը որոշած է իր արմատներուն գարչած մնալ ու վերջավորության իր ամերիկյան կյանքը թողել է ու եկել է Հայաստան ու ճուզեր արդեն ուրիշ տեղ գնալ գնահատելի է Կայլ ջան ծեր արածը շնորհակալ եմ շատ ես հույսով եմ վարագիչ լինեք դուք կխոսիկ ծեր ընկերներին հետ մարդկա որ կփորձեք ոչ թե համոզել, այլ հուշել, որ դեսեք նայեցեք ես ինչ լավ քայլերի եւ ուրախ եմ ոս դու գալ նույնը արեք այո եւ ոչ ես չեմ կարծեր որ ես այդ մարդն եմ որ պետք է ուրիշին համոզե որ կա Հայաստան բայց միշտ պատրաստ եմ ով որ ալլա անձանոտ մարդալ որ եթե մարդ կա ով հետաքրքրված է Հայաստանով հարցեր ունի օգնություն պետք ունի ցանկացած ես միշտ պատրաստ եմ մարդոց օգնելու որովհետև շատ դարբեր մարդիկ ինձի օգնեցին աս 9 տարվա ընթացքին որովհետեւ ես հաստատվիմ Հայաստան ու ես ուղագի իրականությունը ցույց կտամ եւ լավ կողմերը եւ վատ կողմերը թափանցիկությունը կգարձեմ որ կարեւոր է ու արդեն որոշումը իրենցն է ու նաեւ ամենակարևորը որ մի քանի ամիս 6 ամիս մկոնը պիտի ապրի մեկը ոչ քայլի ասածն է կարեւոր ոչ դիրանի ասածն 6 ամիս պիտի ապրիս թունը զգաս այո ոնց որ դու գրի կրնալա շատ երիտասարդներ եկած են թեպի հայկով էլի 6 ամիս մնացած են վերջացած են որ ասի մերը չէ հասկանալի է բայց այդ 6 ամիսը պիտի դրամատրես ես երգիրը մնալուն Գամ հավերժ գմնաս կամ էլ գթողես կգնաս Գամ գրնաս մեկ ոդկա հոս ունենաս մեկ ոդկա հոս այո ադալ դարբերակի այմին հատկապես ավելի դարիքովներով որը թոշակի են որոնց զավակները դարբեր դեղեր են թորնիկները դարբեր երգիրներ են անցյալները հյուր ունեինք մեկ հատ որ ասում եմ ես մեծ մասը կմնամ ստեղ երևի 6 ամիս ստեղ 6 ամիս այլ երգիր էդելա դարբերակ որով եկել ես ինքներ իր գիտելիքները գիսվի Հայաստանի դարբեր համալսարաններում դարբեր գազագերբությունների հետ դարբերակ է
նորեն հայրենադարձություն է, բայց ուրիշ ձևով։ Շնորհակալ եմ Քայլ ջան, այս լավ խոսակցության համար ու լավ խորհուրդների համար ու ծեր ընդհանրապես պատմությունը ողջևորիչ է։ Գմախտեմ հաջողություններ, գմախտեմ ծեր երազանքների հասնեք հատկապես այդ կորքի բնակավարում ու Աստված օրհնի ծեր ջամփան։ Շնորհակալ եմ շատ։ Հանդիպումներ։ Շնորհակալ եմ շատ Դինան ջան։ Հաջողություն։ Ցեզյալ հաջողություն։